Բարև բոլորին, բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ծովափնյա չքնահանգիստը, մենք կրկին պատրաստում ենք վայրեջք կատարել արևոտ ու լուսավոր Շարմ էլ Շեյխում, եւ այս անգամ միասին կբացահայտենք Maritime Jollyville Resort Casino հյուրանոցը։ Օդանավակայանից հյուրանոց ընկած հեռավորությունը 15-ից 20 կիլոմետր է, իսկ տևողությունը 21 րոպե։ 5 աստղանի այս հյուրանոցը գտնվում է եւ առաջին եւ երկրորդ գծում, Namabay ծոցում, որտեղ հարմար է հանգստանալ տարվա բոլոր ամիսներին։ Անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Գնացինք։ Sound of the 80s. Suddenly you hear it everywhere. It's all beat and all talk. It tells you a story and makes you want to dance. Հյուրանոցը բաղկացած է մի քանի մասից։ Սպորտ արեան, որը հյուրանոցի պասիվ հատվածն է, գտնվում է երկրորդ գծում, իսկ մնացած հատվածները, որոնք են Preferred արեան եւ Palm արեան, գտնվում են առաջին գծում։ Ինչպես նաեւ հյուրանոցում կան գոլֆ քարեր, որոնք հյուրանոցի ցանկացած հատվածից հանգստացողներին տեղափոխում են լողափ եւ հակառակը։ Գլխավոր մուտքից մտնելով ներս աճանկյունային հատվածում կտեսնենք ընդունարանի մասնաշենքը։ Այստեղ է գտնվում գրանցման հատվածը, սպասասրահը եւ լոբի բարը։ Հյուրանոցի բարերում ոչ ալկոհոլային ըմպելիքները անվճար են, իսկ ալկոհոլային խմիչքները ըստ ձեր ընտրած all inclusive փաթեթի կարող են լինել վճարովի եւ անվճար։ Հյուրանոցում կա երկու լողավազան, որոնցից մեկը գտնվում է սպորտ արեայում, իսկ գլխավոր լողավազանը գտնվում է Preferred արեայում։ Այն ունի մանկական հատված եւ ջրային ատրակցիոններ։ Լողավազանների մոտ կան բարեր, ինչպես նաեւ snacks bar ցերեկվա ժամերին ընդմիջում անելու համար։ Այժմ միասին գնանք լողափ եւ ծանոթանանք նրա կառուցվածքի հետ։ Լողափի երկարությունը 155 մետր է, այն պատված է դեղին փափուկ ավազով, ունի ավազեմուտք դեպի ծով, ինչը շատ հարմար է երեխաների հետ հանգստացողների համար։ Ինչպես նաեւ այստեղ կա պանտոն։ Լողափն ունի հարմարավետ տապչաններ եւ հովանոցներ։ Ունի երկու բար, որոնցից մեկը վճարով է։ Այստեղ մատուցվում է նաեւ արտասահմանյան ալկոհոլ։ Ինչպես նաեւ ցերեկվա ժամերին այստեղ գործում է snacks bar, թեթև ընդմիջում անելու համար։ Նաեւ գործում են անիմացիոն ծրագրեր մեծերի եւ երեխաների համար։ Երեխաների համար այստեղ կա նաեւ մանկական ակումբ։ Sound of the 80s. Suddenly you hear it everywhere. It's all beat and all talk. It tells you a story and makes you want to dance. Steve Fox examines an overnight phenomenon, rapping to the beat.
Դե ինչ արգելիներս, այժմ անցնենք առաջ եւ ցույց տամ ձեզ այստեղի համարները եւ առաջի համարը, որը ուզում եմ ցույց տամ, Sport Area-ում է գտնվում եւ կոչվում է Standard Room։ Անցնենք ներս, տեսնենք նրա կառուցվածքը։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ զգեստապահարանն է, գեղեցիկ լուսավոր, տարողունակ, safe-ը։ Անցնելով առաջ, աջ հատվածում մեզ մոտ լոգարանն է, մաքուր, գեղեցիկ, լոգախցիկը տրոպիկական ցնցողով, սովորական ցնցողով, դուրս գալով լոգարանից եւ քայլելով դեպի աջ, ննջարանն է, երկու առանձին մեծ մահճակալով, բազկաթոռներով, մինի բարը, որտեղ կա թեյ, սուրճ, սառնարանը, որտեղ կա զովացուցիչ ջուր, անցնենք պատշգամբ, պատշգամբը բավականին մեծ է, ընդարձակ եւ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգին։ Այժմ մենք գտնվում ենք հաջորդ համարի մուտքի մոտ, որը գտնվում է Palm Area հատվածում, ստանդարտ համար է, անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ լոգարանն է, լուսավոր, գեղեցիկ, խնամքի միջոցներով, լոգարանի դիմաց գտնվում է զգեստապահարանը, նույնպես տարողունակ, safe-ը, եւ անցնելով առաջ կտեսնենք ննջարանը, գեղեցիկ կահավորմամբ, փափուկ երկու մեծ մահճակալով, բազկաթոռներով, մինի բարը, թեյ, սուրճ, կա միայն ջուր, զովացուցիչ ըմպելիքներից, եւ ցույց տամ ձեզ այստեղի տերասան, որտեղ երեկոյան կարող եք սուրճ խմել, վայելել ծովի այս օդը։ Եվ եւս մեկ ստանդարտ համար, որը գտնվում է ծովին ավելի մոտ Preferred Front Area հատվածում։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ լոգարանն է, մաքուր, գեղեցիկ, բոլոր հարմարություններով, լոգախցիկը, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված պարագաներով, ասեմ, որ մոխրագույն գույների մեջ անչափ գեղեցիկ է երևում լոգարանը,
Դե իսկ լոգարանի դիմաց գտնվում է զգեստապահարանը, լուսավոր, կարողունակ, սեյֆը և անցնենք առաջ դեպի հյուրասենյակ, ննջարան, գեղեցիկ լույսերով, կահույքով, մինի բարը, որտեղ կա թեյի սուրճ, այստեղից դուրս են գալիս դեպի տերասա, Հաջորդ համարը, որը ձեզ ցույց կտամ, կոչվում է Executive Suite, անցնենք ներս, տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ համարը։ Ահա մենք ներսում ենք և մուտքից դեպի աջ սանհանգույցն է, որտեղ չկա ցնցուղ, սանհանգույցից դուրս գալով մենք կտեսնենք մինի բարը, թեյ, սուրճ, ջուր, այստեղ զովացուցիչ ըմպելիքներ, անցնենք առաջ հյուրասենյակը, գեղեցիկ բարձրորակ կահավորմամբ, հյուրասենյակից անցնելով առաջ, մենք հայտնվում ենք ննջարանում, որը բավականին մեծ է, իր բոլոր հարմարություններով։ Այստեղ նույնպես կա սառնարան, լի զովացուցիչ ըմպելիքներով։ Եվ այս համարի քլոզեթը, որտեղ մուտք գործելով, ձեր առջև կվառվի լույսը և դուք կտեսնեք, թե ինչքան մեծ ու տարողունակ է այն։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ լոգարանը, որն անչափ գեղեցիկ, լուսավոր և շքեղ է։ Լոգախցիկը տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, խնամքի պարագաներով։ Տվյալ համարում առկա է նաև ատամի խոզանակ, ատամի մածուկ, գլխի բախիլ ու մնացած բոլոր հարմարությունները, աքսեսուարները։ Բացի սպորտարևի մարկա թենիսի կորտերից, որոնք վճարովի են, հյուրանոցում կան նաև սեղանի թենիս և բիլիարդ, որոնք նույնպես վճարովի են, իսկ վոլեյբոլի խաղահրապարակը անվճար է։ Ինչպես նաև անվճար են այստեղի սաունան, շոգեբաղնիքը և մարզասրահը, իսկ սպա ծառայությունները և գեղեցկության սրահը վճարովի են։ Այժմ տեղափոխվենք հիմնական ռեստորան, որտեղ մատուցվում է նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Ուտեստները այստեղ առատ են համեղ ու բազմազան։ Եվ բացի հիմնական ռեստորանից, հյուրանոցում կան ալակարտ ռեստորաններ իտալական, ֆրանսիական, լիբանանյան խոհանոցներով, որոնք անվճար կարելի է հաճախել յուրաքանչյուրը մեկ անգամ all inclusive համակարգով հանգստանալու դեպքում։